Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի Հանրապետության օրվա առթիվ բացի ԿՊԱ-ականներից։ Սակայն ինչու բացի ԿՊԱ-ականներից։ Ես ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև խտրականություն չեմ դնում։ Ես ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեմ բաժանում սևերի ու սպիտակների եւ սրտանց կշնորհավորեի նաեւ ԿՊԱ-ականներին, եթե իրենք իրենց օտարած չլինեն Հայաստանի Հանրապետությունից։ ԿՊԱ-ական իշխանությունը ձևավորել է սեփական տոները եւ իրենցից վանել է մնացյալ բոլոր այն օրերը, որոնք իրենց հետ կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը բաժանել պատմական եւ իրական Հայաստանների եւ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իրենից սկսված։ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ մենք անկախություն չենք ունեցել, պետություն, պետականություն չենք ունեցել եւ միայն ինքն էր 2020 թվականին հանձնելով Արցախը գտել Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար մայիսի 28-ը որևէ հոդաբաշխ կապ չունի Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական իշխանության հետ։ Ուստի նրան շնորհավորելու որևէ անհրաժեշտություն չկա։ Սակայն այստեղ հարց է առաջանում. եթե ԿՊԱ-ական իշխանությունը իրենը չի համարում մայիսի 28-ը, որովհետև այն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանի տրամաբանության մեջ չէ, ապա ինչու անհրաժեշտություն առաջացավ մեծ շուքով ռազմական շքերթ անցկացնել։ Պատճառը շատ պարզ է, հարգելի հետևորդներ։ Մայիսի 28 եղել էր բոլոր թվականներին, սակայն Նիկոլ Փաշինյանը երբևէ պատշաճ ուշադրություն չի արժանացրել այդ օրվանը եւ երբևէ որևէ ռազմական շքերթ չի իրականացրել։ Իսկ այսօրվա ռազմական շքերթը ոչ թե Հայաստանի Հանրապետության բանակի հզորությունը ցույց տալու համար էր, այլ ընդամենը ուներ նախընտրական բնույթ։ Այսօրվա ռազմական շքերթը ամբողջովին ԿՊ-ի նախընտրական քարոզչության ծրագրերում էր։ Հարգելի հետևորդներ, ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Հայաստանի Հանրապետության բանակը ոչ մի անգամ, խոսքս Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքի մասին է, ոչ մի անգամ որևէ լուրջ զորավարժություն չի իրականացրել։ Մինչդեռ Ադրբեջանը այս ամբողջ ժամանակահատվածում ներառյալ նաև երբ որ այսպես ասած Նիկոլ Փաշինյանի մոտեցմամբ հաստատվել է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել պետության բանակը, մշտապես ավելացրել է ռազմական ծախսերը եւ մշտապես հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը ամեն րոպե պետք է պատրաստ լինի պատերազմի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հակառակը իր անվտանգային հայեցակարգից ընդհանրապես հանել է բանակը, այն ներկայացնելով որպես պահեստային տարբերակ։ Հետևաբար այն, որ Նիկոլ Փաշինյանը իբր մտահոգված է բանակի սպառազինությամբ, բանակի հզորությամբ, այդ ամենը միֆ է, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ պարտված իշխանությունը չի կարող հզորացնել բանակը, որովհետև ինքը պարտված է, իսկ բանակը չի հանդուրժում պարտված ղեկավարների։ Բացի այդ կա մի շատ կարևոր հանգամանք ևս։ Պարզապես բարոյական չէ, երբ քո ռազմաքաղաքական ղեկավարությունը, խոսքս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, որովհետև ես կրկին ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մեր հայրենակիցներին չեմ տարանջատում իրարից։ Երբ քո հայրենակիցները որպես ռազմագերի, որպես պատանդ գտնվում են Բաքվի բանտերում, դու այդ նույն ժամանակահատվածում տրիումֆատորի կեցվածքով
ինչ որ ռազմական շքերթեց իրականացնում։ Քո առաջին պարտավորությունը պետք է լիներ մեր հայրենակիցների վերադարձը, այնուհետև նոր դու կարող էիր քեզ թույլ տալ ինչ որ շքերթներ։ Դու ամբողջ աշխարհի առաջ պարտված ես, դու Ալիևի առաջ պարտված ու ստորացված ես։ Հետևաբար այս թաթերական բեմականացումը, որը այսօր ցուցադրվեց, ընդամենը ոչ թե աշխարհին ցույց տալն էր մեր բանակի ռազմական հզորությունը, այլ ընդամենը հերթական անգամ մանիպուլյացիա էր ու խաբկանք, որի հասցեատերը մենք էինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես քարոզչություն էր իրականացնում եւ միայն այդքանը։ Այնինչ ցուցադրվեց Հանրապետության հրապարակում, ես ամենևին չեմ ցանկանում այդ ռազմական տեխնիկային որևէ գնահատական տալ, որովհետև ես ռազմական փորձագետ չեմ եւ կարող է սխալվեմ իմ գնահատականներում։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ իրոք մենք ձեռք ենք բերել հզոր զենքեր, որոնք կարող են պատերազմի ելք վճռել, որոնք կարող են անառիկ պահել մեր պետության սահմանները եւ հարկ եղած դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամուն։ Ես էլի եմ կրկնում, ես միայն ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ մեր բանակը լրջագույն սպառազինություն է ձեռք բերել։ Դրա համար զերծ եմ մնում զինտեխնիկային որևէ գնահատական տալուց։ Սակայն ձեր ուշադրությունը, հարգելի հետևորդներ, ուզում եմ կենտրոնացնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Հաճախ պատերազմում որոշիչ դեր է խաղում ոչ միայն կամ ոչ այնքան զինտեխնիկայի հզորությունը, որքան հաղթելու կամքը, որքան հաղթելու ցանկությունը եւ ընդհանրապես քաղաքական գրագիտությունն ու քաղաքական կամքը։ Արցախյան առաջին պատերազմում կրկին Ադրբեջանը մեզնից մի քանի անգամ լավ էր սպառազինված, սակայն մենք հաղթեցինք Ադրբեջանին, հաղթեցինք, որովհետև չէինք ուզում պարտվեինք, հաղթեցինք, որովհետև ունեինք հաղթելու կամք, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ինքը չունի այդ կամքը, այլ բոլորին է փորձում զրկել հաղթելու ցանկությունից ու կամքից, բոլորին է փորձում զրկել հայրենիք ունենալու գիտակցությունից, բոլորին է ուզում զրկել մարտունակությունից ու վճռականությունից։ Եկեք մի պարզ օրինակ բերեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քանի անգամ սպառազինության բանակի տեսանկյունից ավելի հզոր է, քան Իրանը, սակայն նա չի կարողանում հաղթել Իրանին, որովհետև Իրանը ունի մշակույթ, որովհետև Իրանը չի ցանկանում պարտվել, որովհետև Իրանը ունի հաղթելու հաստատակամություն։ Հետևաբար նման պայմաններում որքան էլ հակառակորդ պետությունը տասնապատիկ անգամ լավ զինված լինի, նա չի կարող հաղթել այնպիսի ժողովրդի, որը չի ուզում պարտվել։ Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք հենց այդպիսի ժողովուրդ էինք։ Մենք գնում էինք հանուն մեր հայրենիքի հաղթանակի, մենք չէինք ցանկանում զավթել ուրիշի հողերը, մենք չէինք ցանկանում զավթել ուրիշի տարածքները, ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք պաշտպանում էինք մեզ, մենք պաշտպանում էինք մեր հայրենիքը, մենք պաշտպանում էինք Արցախը։ Հարգելի հետևորդներ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ավելի շուտ նրա մատուցումների կամ նրա պատկերացումների, եկեք մի բան հստակ արձանագրենք, որ Արցախը նույնպես մեր հայրենիքն է։ Հայրենիքի առումով մենք ժամանակին ունեցել ենք երկու պետություն, սակայն միասնական հայրենիք, այսինքն Հայաստանի եւ Արցախի միջև տարբերությունը եղել է միայն այն, որ եղել է Հայաստանի Հանրապետություն եւ եղել է Արցախի Հանրապետություն, սակայն որպես հայրենիք այն միասնական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայրենիքի գիտակցումն է տրոհում, Արցախը ներկայացնում է ադրբեջանական, իսկ իր ձևակերպումներով ինքը գտել է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ եմ ուզում ասել, որ որքան էլ Հանրապետության հրապարակում ցուցադրված լինեն բարձրորակ եւ ժամանակակից զենքեր, ել եմ ասում, ես պարզապես մոտենում եմ
այդ կանխավարկածից, որովհետև ռազմական փորձագետ չեմ, հետևաբար չեմ կարող իմանալ, որքանով է տվյալ զենքը ուժեղ կամ թույլ։ Որքան էլ այդ զենքերը լինեն ժամանակակից, միևնույն է այդ զենքերով Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթել։ Հարգելի հետևորդներ, վախկոտի ձեռքին տվեք զենք եւ նա չի կարողանա կրակել։ Նա չի կարողանա կրակել նույնիսկ անզենի վրա, իսկ կրակելուց պարզապես կվրիպի, որովհետև վախկոտի ձեռքերը մշտապես դողում են, իսկ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դողում են որպես վախկոտ, նա չունի կամք, նա չունի վճռականություն, նա չունի քաղաքական գրագիտություն, նա պարտված է եւ ստորացված Ալիևի կողմից, հետեւաբար այդ պարտվածը ինչ զենքեր էլ ուզում է ցուցադրի, այդ զենքերը ուղղակի վերածվելու են մետաղի ինչ-որ ջարդոնի, եթե դրանք կիրառվելու են նման մարդկանց կողմից։ Ես ամենևին չեմ ուզում վատատեսություն հաղորդել մեզ, ամենևին չեմ ուզում վատատեսություն հաղորդել մեր հայրենակիցներին, պարզապես ցանկանում եմ իրականությանը նայենք այնպես, ինչպես այն կա, իսկ իրականությունը այս պահին ցավոք ոչ մի լավ բանի մասին չի խոսում, Աստված տա, էլի եմ ուզում, եւս մեկ անգամ եմ ուզում շեշտել, որպեսզի որևէ թյուր ըմբռնում, թյուր կարծիք չձևավորվի, ես ամենևին չեմ քննադատում այն ռազմատեսակները, զինատեսակները, որոնք ցուցադրվեցին, պարզապես ուզում եմ փաստենք մի բան, որ ներկայիս իշխանությունը չունի որևէ հաղթանակի կամք, չունի ազգային նպատակ, չունի ազգային իղձ, չունի ազգային որևէ գաղափարախոսություն, հետևաբար այդ զենքերը ամենևին նրանց պետք չեն գալու։ Աստված տա, որ երբևէ այդ զենքերը չկրակեն եւ մենք մեր հարցերը կարողանանք լուծել դիվանագիտական ճանապարհով եւ քաղաքագիտական լուծումներով, սակայն Աստված տա նաեւ հարկ եղած դեպքում այդ զենքերը չկիրառվեն այս իշխանությունների կողմից, որովհետև դրանք կարժանանան նույն Իսկանդերի ճակատագրին, իսկ Իսկանդերի պահով, որը իդեպ գերճշգրիտ զենք է, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այն կրակել է ընդամենը 10%-ով։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, այսօրվա ցուցադրված բոլոր զենքերը, հավատացեք, կրակելու են իրենց հնարավորությունների, նույնիսկ 5%-ից էլ պակաս չափով։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ